Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 29-րդ գլուխ Դավիթ գմերժվի փղշտացներեն։ Փղշտացները իրենց բոլոր բանակները ափեգի մեջ հավաքեցին, իսկ իսրայելացիները Հեզրայելի մեջ եղող ագինքով բանագեցան։ Փղշտացներու նախարարները իրենց հարյուրավորներով ու հազարավորներով անցան։ Դավիթ եւ իր մարդիկն անոնց յետևեն Անքուսի հետ անցան։ Փղշտացներուն իշխանավորները ասին. այս եբրայեցիները ինչ կնենոս։ Անքուս փղշտացներու իշխանավորներուն ասավ. ասիկա Դավիթը չէ Իսրայելի թագավորին Սավուղի ծառան, որ այսչափ օրերե կամ մանավանդ այսչափ դարիներե իվեր իմ կովս է։ Ինձ եկած օրեն մինչև այսօր անոր վրա ոչինչ կտա։ Փղշտացներուն իշխանավորները անոր թեմ զայրացան։ Փղշտացներուն իշխանավորները անոր ասին. այդ մարդը վանե, որբեսի վերադառնա իր դեղը, ուր զայն նշանագեցիր։ Մեզի հետ թող չկա բادرազմելու համար, որ բادرազմի մեջ մեզի տշնամի չլա։ Արտարև ինչպես հաջելի պիտի լա իր դիրոջ հետ, եթե ոչ այս մարդոց գլուխներով։ Ասիկա այն Դավիթը չէ, որում մասին բարողները խմբերկելով գսեին. Սավուղ իր հազարավորները զարգավ եւ Դավիթ իր փյուրավորները։ Անքուս Դավիթը կանչեց Սուանոր ասավ. Դերը Գաբրի, դու ուղիղ մարդ մնես եւ ինձի հաջելի գտվի, որ բանակի մեջ մտնես ու ելես ինձի հետ, որովհետեւ ինձի եկած օրեդ մինչեւ այսօր քու վրա չարությունը չկտա։ Բայց դու նախարարներուն հաջելի չես։ Ուստի հիմա վերադարձիր եւ խաղաղությամբ գնա, որբեսի փղշտացներու նախարարներուն անհաջո ոչինչ ընես։ Դավիթ Անքուսի ասավ. բայց ես ինչ ըրի։ Ձարայիդ վրա ինչ հանցանք կդար քո արջևդ գայնած օրես մինչև այսօր, որ չերտամ եւ իմ դիրոջս թակավորին թշնամիներուն դեմ չբادرազմին։ Անքուս Դավիթի պատասխանեց. Գիտեմ, դու ինձի հաջելի ես Աստուծո հրեշտակի մբես, բայց փղշտացներուն իշխանավորները ասին. անիկա մեզի հետ թող չբարձրանա բادرազմելու համար։ Ուրեմն հիմա գանուխ ելիր արդուն, նաեւ դիրոջը ծառաները, որոնք քեզի հետ եկան, արդուն գանուխ ելեք ու երբ լուսնա կացեք։ Դավիթ իր մարդիկը գանուխ ելան արդուն երթալու համար, որբեսի փղշտացներուն երգիրը վերադառնան, իսկ փղշտացիները Հեզրայել բարձրացան։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։